Անխուսափելի է Ադրբեջանի արձակումը Հայաստանի վրա։ Խաղաղություն ուզողը կեղծ թեզերով թշնամություն չի սերմանի։ Ինչպես ենք փորձելու այս իրավիճակը դարձնել մեզ համար շահեկան ավելի։ Դու պիտի գտնես կաղապարից դուրս մտածողության ձև։ Ինչպես է ստացվում, որ մեզ մոտ այդ կոնֆորմիզմը կարծեք թե ավելի մեծ ազդեցություն ունի, քան ազգային շահի գիտակցումը։ Այն մանրակրկիտ ճնշումը, ինչ որ հիմա կա, երբեք չի եղել։ Ինչու մենք ինքներս մեր արժեքը չենք գնահատում, չենք հասկանում։ Հայաստանի քաղաքական կարևորությունը համաշխարհային առումով առաջի քրիստոնյա պետությունն է։ Հայաստանում այդ զարթոնքը կարծեք չի լինում։ Ինչու։ Եթե դու եկեղեցին քանում ես, դու ոչ մեկի պետք չես այլևս։ Այդ քայլերը, որ Ադրբեջանը անում, այդ դեպքում ո՞րն է այդտեղ հետին միտքը։ Օտարի պատվերով քո սահմանադրությունը փոխել արդեն ինքնիշխանության կորուստ է։ Ինչը Հայաստանում միայն եւ միայն խոսում դաշնակիցների եւ ոչ թե ուժեղանալու մասին։ Այս իշխանության քաղաքականությունը քանդել եկեղեցին եւ Արարատազրկել արա, դա հենց մեր քաղաքական հնարավորությունների թուլացումն է։ Ինչու մենք Սփյուռքը չենք քաղաքականացում։ Հայկական աշխարհը, որը այդքան մեծ է, բայց կարծեք այդքան նաեւ փոքր եւ ոչ ազդեցիկ։ Սփյուռքը եւ քաղաքական եւ տնտեսական որպես միջնորդ տնտեսական մեծ կարողություն ունի։ Մեզ մոտ ցավոք սրտի Սփյուռքը ընկալվել է ուղակի ներդրող։ Ինչն է ստիպել մեզ նման ձևով ինքներս մեզ հետ վարվել։ Գոյատևման ժամանակ մենք նվիրյալ բանակ ունեինք, իսկ հետո այդ նույն բանակը, նույն հերոսները փչացան։